Ողջույն, Մետամոլորն է եթերում եւ այսօրվա քննարկման թեման է ժամանակակից մարդու հոգեկան բարեկեցությունը։ Հենց այդպես այսօր այս թեման ինձ հետ քննարկելու են Արման Ղարագուլյանը, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության եւ գեղագիտության ամբիոնի դոցենտ եւ Նարինե Խաչատրյան, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, անձ եւ սոցիալական միջավայր գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար։ Չեմ ուզում այլ ասել, շնորհակալ եմ, որ համաձայնեցի գալ, միանգամից լիք ուրիշ բաներ ունեմ խոսալու եւ միանգամից ուզում եմ այսպիսի մի թվացial պարադոքս կամ իրական պարադոքս ուրվագծել, որպիսի ավելի լավ մտնենք այն բարդ թեմայի մեջ, որ այսօր քննարկելու ենք։ Տեսեք, մի կողմից մարդուն, այսօրվա մարդուն ասում են դու ամեն ինչ կարող ես, դու դեմք ես, գնա, չգիտեմ, ինքնախնամքով զբաղվիր, ավելացրու քո եկամուտները, ավելացրու, չգիտեմ, քո մկանները, պակասացրու քո, չգիտեմ, քեզ համար տհաճ մարդկանց քո շրջապատում, պակասացրու քո կնճիռները, չգիտեմ, գնա տուրիզմով զբաղվիր, երջանկացի եւ այլն, դու ամեն ինչի հնարավորություն ունես, բայց մյուս կողմից մարդը ապրում է շարունակական այսպիսի բեկումների, ճգնաժամերի եւ անորոշությունների ժամանակում։ Ճիշտ է, մի կողմից օրինակ պատերազմները, որոնք մարդու արժեքը, հենց մարդու կյանքի արժեքն են վիճարկում, եւ նաեւ տեխնոլոգիական առաջընթացը, որ իր բարիքների հետ մեկտեղ բերում է ինչ-որ տագնապներ։ Մասնավորապես տագնապ այն մասին, որ ես փաստորեն ոչ թե դեմք եմ, ոչ թե անփոխարինելի ինչ-որ մեկն եմ, այլ փոխարինելի ռեսուրս եմ։ Հիմա ուզում եմ այս ընդհանուր ֆոնի վրա փորձենք հասկանալ, այս պարադոքսի ֆոնի վրա, հա, ինչպես խոսել մարդու մասին, մարդու իսկապես արժևորման հարցերի մասին, առանց հենց այդ մարդուն կորցնելու։ Կարծես թե դեռ շարունակում ենք մարդուն կարևորել, բայց դա մի կեղև է, պածան է, որի միջուկը դատարկ է, այսինքն այն իրական մարդը իր բոլոր, չգիտեմ, պահանջմունքներով, ցանկություններով, հնարավորություններով, սահմանափակումներով, մարմնով կարծես անտեսվում է։ Մի խոսքով ուզում եմ սկսենք խոսել մի առանցքային թեմայի մասին, որը անվանում ենք հոգեկան բարեկեցություն։ Երևի թե հենց մեկնարկային հարցս շատ ուղիղ տամ այսպես։ Ինչ է նշանակում հոգեկան բարեկեցություն, ինչ այսպես կառուցամասերից, աղյուսներից է բաղկացած, հերթով կխնդրեմ անդրադառնաք։ Նախ շնորհակալություն, ես կուզեմ հայտնել շնորհակալություն, որովհետև դուք բարձրացնում եք շատ կարևոր հարց։ Ես կասեի, որ գրեթե հոգեկան բարեկեցության մասին չխոսվում էր իրականության մեջ։ Այնինչ շատ կարևոր է շատ խոսել, նկարագրել, փորձել հասկանալ, թե ինչպես է այն առարկայանում մեր կյանքում, բայց նաև հետաքրքիր էր ձևակերպումը, որ տվեցիք հոգեկան բարեկեցություն, անգլերենում իհարկե կա mental well-being, բայց հայերենում այդքան անգամ գիտական գրականության մեջ, գիտական դիսկուրսում հայ իրականության մեջ չենք օգտագործում հոգեկան բարեկեցություն, ավելի շատ հոգեկան միգուցե առողջություն եւ շատ առնչվող իհարկե հասկացություն է հոգեկան բարեկեցությունը հոգեկան առողջության հետ, նաև օգտագործում եմ միգուցե հոգեբանական բարեկեցություն հասկացությունը, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ հոգեկան բարեկեցություն, եթե մենք այդպես թարգմանենք, mental well-being գոյություն ունի եւ վերջերս մոտ շատ այսպես ընդհանուր եթե ասեմ, երևի մոտ 10 տարի է ԱՀԿ-ի կողմից առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այս հասկացությունը օգտագործվում է որպես առանձին, հա, տերմին հոգեկան առողջության կողքին օգտագործվում է, եթե մենք հոգեկան առողջությունը դիտարկում ենք ավելի լայն, ավելի ամբողջական, ներառելով ոչ միայն ֆիզիկական կողմը, այլ նաև հոգեբանական, սոցիալական, այդպիսով մենք փորձում ենք, այդպիսով մենք օգտագործում ենք հոգեկան բարեկեցությունը ցույց տալու համար, որ առողջությունը, հոգեկան առողջությունը միայն ախտանիշների բացակայություն չէ, այլ նաև մարդու կյանքով բավարարվածություն, ֆունկցիոնալություն, այն իմաստով, որ
նա իրականացնում է իր համար իմաստալից աշխատանք, ունի նպատակներ, կարողանում է դիմակայել կամ տոկուն գտնվել կյանքի դժվարություններին առնչվելով եւ նաեւ ունի որոշակի ներդրում հասարակական կյանքում։ Ահա, շատ լավ։ Միանգամից մի քանի ճյուղեր, շերտեր են բացում այստեղ, որ հուսով եմ կհասցնենք քննարկել։ Հիմա տեսնենք Արմանը ինչ ձևակերպում կտա եւ ինչ։ Ես լրացնեմ Նարին այդ տեսակետը, որտեղից mental well-being-ի թեման եկա, որտեղ մյուս ծառից էլ կարող ենք սկսել mental health խնդիրներից, հոգեկան առողջության խնդիրներից, նույն ահակային հղում անելով։ Այսօրվա վիճակագրական տվյալները մոլորակի ամեն 8-րդ բնակիչ այս կամ այն կերպ տառապում է հոգեկան առողջության խնդիրներով եւ հստակեցնենք, հա, մեր հասարակությունում հոգեկան առողջություն ասել են, որ շատ ծայրահեղ դեպքեր ենք վերցնում նևրոտիկության, շիզոֆրենիության, մեծ հոգեբուժության։ Հա, բայց մենք խոսում ենք շատ ավելի բարձ խնդիրներից՝ մենակություն, օտարվածություն, ճնշվածություն, լարվածություն, ստրեսի, քրոնիկ ստրեսի շատ բարձր մակարդակ եւ ամենամեծ խնդրեմը ինչու՞մ է, դա այնքան տարածված է դարձել, որ մոդայիկ բառ կա, հա, նորմալավորում։ Որ ժամանակակից մարդը սկսում է մտածել, ես գլխացավ ունեմ, բայց ոնց որ թե բոլոր գործընկերներն ունեն գլխացավ, դե երևի թե նորմալը գլխացավ ունենալ, հա, եւ այս միտումներով նույն առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով մոտ 20-30 տարվա կտրվածքով վերցնենք, համար 1 մարդկային կյանքի վնասաբեր գործոնը ոչ թե լինելու է քացկեղը, սպիդը, սիտանոթային եւ այլ, այլ լինելու են այդ հոգեկան առողջության խնդիրները եւ ընդհանրում է որ այս զրույցը եւս ինչ որ ձև այդ խնդիրների մասին տեղեկացնելու համար, հա։ Երկրորդ բլոկով ես մի քիչ փիլիսոփայական տեսանկյունից մոտենամ, հա, որ չլինի, որ մենք օրինել ենք նոր հասկացություն, այդ հասկացության մասին խոսում ենք, որովհետև ավանդական դասական փիլիսոփայական տեսություններն ինչ են ասում, մարդու հիմնարար ձգտումներից մեկը երջանկության ձգտումն է։ Իհարկե, այդ երջանկության ձգտման մասին մենք կարող ենք շատ տարբեր տեսանկյունից խոսել։ Հաճույքներ, աշխատանքից բավարարվածություն, միջավայր, սիրվածես։ Եվ դա ժամանակից ժամանակ եւ մշակույթից մշակույթ տարբեր, այո, ինչա նշանակում լինել երջանիկ։ Բայց սա կարևոր կետը ինչ է, որ երջանկությունը այնուամենայնիվ դա ներքին վիճակ է։ Հա, որովհետև ես ենթադրում եմ, որ արտաքին ինչ որ պայմանների համախումբը միգուցե եւ կարող է ինձ ավելի երջանիկ դարձնել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, որովհետև եկեք անկյաս լինենք, մենք ապրում ենք մոլորակի պատմության մեջ ամենահարմարավետ, ամենաապահովված, ամենաթեթև կյանք հոստացող ժամանակաշրջանում, տեխնոլոգիա, ինտերնետ, բժշկություն, ապահովագրություն, մեքենա, ճամփորդություն, բայց եթե համեմատենք ժամանակակից մարդու ներքին վիճակը, համեմատեմ իմ պապերի, իմ պապը ամբողջ կյանքում գյուղի հյուսն է եղել, փոცხու եղան է սարքել, բայց ապրել է, սիրել է կյանքը, զգացել է իրեն թանկ, զգացել է իրեն կարևոր, զգացել է իրեն սիրված, շրջապատված, հարգված, դե ժամանակակից մարդուն երբ որ նայենք, մենք ունենք անսահման հնարավորություններ, ֆրանսիական թագավորները կերազային մեր կյանքով, սովորական մարդու կյանքով ապրել, բայց ներքին վիճակները որ նայում ենք, հոգեբանական այրում, լարվածություն, անքնություն, եւ այստեղ են որ հարցը, որ իմ գործընկերը բարձրացնում է, հարցը ցակում է։ Լավ, իսկ այդ ներքին եւ արտաքին այդ վիճակների այդ խախտումը, հա, ինչ անել, ինչպես անել, եւ իմ տեսանկյունից ըստ էության այդ mental well-being-ի խնդիրը առաջ է գալիս, երբ որ մենք փորձում ենք երջանկության խնդիրը մի քիչ օպերացիոնալիզացնել։ Որտեղ երջանկություն շատ հայեցողական է, ես կարող եմ տարբեր տեսություններ առաջարկել, երջանկություն սա է, նա է, բայց ռեալ կյանքում դրա հետ աշխատելը շատ դժվար է։ Բայց դա փորձառական է, միայն ապրելով դու գիտես, չէ՞, ինչ է երջանկություն։ Իսկ գլոբալ առումով, երբ որ մենք խոսում ենք որպես հասարակական երևույթ, մենք խոսում ենք որպես, ասենք, սոցիալական գործակից, այո, ինստիտուտների համատեքստում, ինչպես ոնց երջանկությունը լավ չի աշխատում, այո, իրեն պահում ենք ներսում եւ այստեղ այդ առաջ է գալիս mental well-being-ի խնդիրը եւ բաղադրիչները շատ լավ նշվեց, որովհետեւ այո, կարելի է բաղադրիչների մասին խոսել, որովհետեւ էլի հասկանանք ինչի մասին է խոսքը, խոսքը նրա մասին չի, որ ես անպատճառ պետք է լավ զգամ, ինչ ուզում եմ, երբ ուզում եմ, ոնց ուզում եմ լինի։ Որովհետեւ եկեք անկեղծ, եթե ես տառապանքի փորձության մեջ եմ, բայց դրա մեջ ես խոր իմաստ եմ տեսնում, ես կարող եմ շատ ավելի ներքին իմ վիճակների առումով կառուցվածքային համասեռներ դաշնակ գլոբալ ասած երջանիկ լինել, ապրումների հագեցվածություն լիարժեք։ Այն զինվորը որ սահման է պահում, գիտի իր հետևում
իր ընտանիքն է, իր հայրենիքն է, իր հարազատներն են եւ հիմա եթե նույնիսկ ցուրտ է, ցավում է եւ այլ, իր ներքին վիճակները շատ ավելի արժեքավոր են, քան ասենք դատարկ խաղաղության վիճակում դատարկ սպա սրահ, բայց քեզ դա շատ չօգնի։ Okay, շատ շերտերն էլի ասեմ բացվում, բայց այ քանի որ դեռ այն փուլում ենք, որ փորձում ենք հասկանալ ինչ ասպեկտներ ունի ու ինչ ըստ էության նաև հակասություններ ու լարվածություններ կան մեր տարբեր մարդկային պահանջմունքների միջև, ուզում եմ հետեւյալ բանը ասել, որպեսզի չընկնենք նոստալգիզմի գիրկը, հա, կամ այսպես մի բան կա նաև այսպեսի հասկացություն դիքլայնիզմ, այսինքն մարդու հավերժ ընկալումը, որ ահա վերջ մենք կործանվում ենք, ավիրվում ենք, մարդկությունը այլևս չի մնացել եւ այլն, մենք իրար չենք սիրում, մարդը երջանիկ չի, բայց ամեն դեպքում առնվազն չեմ կարող չհամաձայնել, որ այդ լարումը, այդ հակասությունը մաքսիմումին է հասել, երբ մի կողմից տեխնոլոգիան եւ ընդհանրապես առաջընթացը բերել է մեզ գոնե ֆիզիկական բարեկեցության մաքսիմալ հնարավորությունների, բայց մյուս կողմից մարդուն ինչ ասես պահանջվում է, ինչ ասես, այսինքն մարդը անընդհատ պետք է ձգի, հասցնի, չէ՞, ու մի տեսակ երբեմն ինձ թվում է մենք ոչ թե մարդ պետք է լինենք, այլ սուպեր մարդ արդեն։ Հիմա ուզում եմ նորովի հարցնել, ինչպես անենք, որ մարդը ոչ միայն ձգի, ոչ միայն հասցնի, ոչ միայն դուրս չմնա, հետ չմնա, այլև այդ երջանկությունը, այդ ներքին բարեկեցությունը, ինչպես ուզենք անվանենք, կարողանա ունենալ, իրեն զգա կենթանի, իրեն զգա կապակցված, իրեն զգա առողջ, հա, այսինքն մի քիչ արդեն փորձենք խորացնել խոսակցությունը, ինչ արձագանքներ ունեք։ Իրականում երևույթը շատ բազմակողմանի է, չգիտես անգամ որ ծայրից սկսես, օրինակ եթե գաս պահանջմունքներից, մարդու պահանջմունքներից եթե գանք, Արմանը նշեց իհարկե, եթե ես էլ շարունակեմ, եթե տեղից գանք, հա, անվտանգության պահանջմունքն է շատ կարևոր մարդու համար, կապերը, ընդ որում ոչ թե քանակ, այլ որակը, նշանակալի կապերը, ոչ միայն պատկանելություն, ու կարող ենք նաև պատկանելություն ասել, այլ նշանակալի կապեր փոխադարձության իմաստով։ Ես ով եմ ուրիշի համար, ուրիշ ով է ինձ համար, եւ իհարկե աճի հնարավորությունները, որոնք իհարկե ավելի ինդիվիդուալիստական մշակույթի միգուցե պահանջներ են։ Այո, եւ այստեղ նաեւ պիտի հասկանանք, թե մշակույթը ինչպիսի պահանջներ ունի մարդու, ինչն է ավելի շատ կարևորում, հա, բայց կարծում եմ, որ եթե գանք մարդուն, այս 3 պահանջմունքը շատ հավասարակշռող են։ Անվտանգություն, ընդ որում անվտանգությունը ոչ միայն ֆիզիկականի մասին է խոսքը, այլ նաև սոցիալական դաշտում, եւ այստեղ ես շատ կկարևորեի միջավայրի գնահատողական լինելը, դա էլ է անվտանգության հարց, որտեղ մենք դուք նշեցիք, որ մենք կարծես թե ֆիզիկական անվտանգության, խոսքը դնենք մի կողմ պատերազմները, բայց այնուամենայնիվ մեր կենսամակարդակը ժամանակակից մարդու միջին եկամուտ ունեցող մարդու, որ այս պահին բոմբեր գլխին այս պահին ռումբեր չեն ընկնում, այդ մարդու։ Այո, բայց նաև այդ անվտանգությունը կապվում է նաև միջավայրի հետ, առօրյա պրակտիկաների հետ, հաղորդակցական պրակտիկաների հետ եւ վտանգը ավելի շատ իր ինքնագնահատականի հետ կապված ով եմ ես ու այստեղ գալիս է մյուս շերտը հարաբերվող շերտը մյուս մարդկանց հետ որտեղ մարդը կարիք ունի նաեւ պահպանելու իր ինքնագնահատականը իր արժեքը իր արժանապատվությունը հա արժանապատվությունն էլ այստեղ գալիս մի շերտ Եվ իհարկե արդեն այդ աճի հնարավորությունները, բայց աճը ոչ միայն որպես կուտակում եւ ոչ միայն քանակական չափանիշներ, այլ ես կասեի իմ բնույթի, իմ տեսակի, իմ կարողությունների բացահայտում, իրացում, բացահայտում, ակտուալիզացում, եթե բառ օգտագործեմ։ Այո, սա իհարկե արդեն սուբյեկտիվ է։
յուրաքանչյուրը որտեղ իրեն դրսևորում։ Ստանդարտը ունի իր ձևերը։ Կարծում եմ այո, ուղղակի երևի թե այդ ինդուստրիալական, հա, ինդուստրիալիստական, ինչպես է ճիշտ ասել, ինդուստրիալիզացված ոգով հասարակությունները եւ այդ ինդիվիդուալիստական շեշտադրումները, որոնք շատ կարեւոր են իհարկե աճի համար, բայց այդտեղ միգուցե մի քիչ խնդիր է առաջանում կապվածության հարցերի եւ նույն արևմուտքը այսօր լինելով ինդիվիդուալիստական հասարակություն նորովի արժևորում կապերը, այո, որտեղ համայնքը կապերը նորովի արժևորում։ Խնդրեմ։ Ուզում եմ ավելացնել, մի քիչ հեռվից սկսեմ։ Իմմանուել Կանտ, երբ որ Իմմանուել Կանտը ձևակերպում էր իր կատեգորիկ իմպերատիվը, երկրորդ ձևակերպումը հետեւյալն էր. պետք է այնպիսի համակարգ, որտեղ մարդը միշտ լինի նպատակ, այլ ոչ միջոց։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որտեղ ժամանակակից այո, ինդուստրիալ համակարգում այո, մենք նկատում ենք ինքնահոգացության որոշակի դրսևորումներ, հա, կորպորացիաները հոգեբաններ են վարձում, յոգայի ինչ որ դասեր են որոշում, որ շաբաթը 2 անգամ, բայց շատ կարևոր է, որ եկեք այսպես ասեմ, դա հաճախ իրականում առարկանում է որպես ֆունկցիայի սպասարկում, հա, խոսքը ինչի մասին է։ Ես ունեմ աշխատողներ, իմ աշխատողները կարծես թե շատ են հոգնում, իրենց արտադրողականությունը ընկել են, դե ինչպես անեմ, որ նորմալ աշխատեն, դե երևի շաբաթը 2 անգամ յոգայի ուսուցիչ եմ հրավիրում, հա, դա տպավորություն է, որ մեքենայի յուղը պետքա փոխել, որպեսզի մեքենան լավ աշխատի, արդյունավետ աշխատի, եւ արդյունքում մենք ինչ որ տեսնում ենք, հա, ժամանակակից աշխարհում, որտեւ համակարգը ինչ է ինձնից պահանջում, ես պետք է աշխատեմ առավոտից իրիկուն, ես պետք է ինչ-որ մեծ արդյունքների հասնեմ եւ ես պետք է սպառեմ երկրորդ գործոն, հա։ Եվ տեսեք կարևոր է, միտքը շարունակեմ, այդ ինքնաճանաչման հետ կապված փիլիսոփայում, հա, կպնում են այդ մտքերը, որ ժամանակակից մարդ իրականում ինքը շատ լավ չի հասկանում, ինչ է ինքը ուզում իրականում այս կյանքից ստանալ, որտեվ հետազոտություններ են, ջայլների 80% ինչ ենք ուզում, փող, երկրորդ հեղինակություն, հետո տակը, չգիտեմ, մի քիչ խաղաղություն կուզենք վերջի պատերազմները եւ այլ հաշվի առնելով, բայց խնդիր գլոբալ առումով քեզ ինչ է պետք, որովհետեւ երկրորդ թեման սոցիալական կապեր գնաց, ելի քեյսը բերենք Հարվարդյան են ամենաերկարատև հոգեբանական բարօրության հետազոտություն, բառերը մի քիչ ուրիշ են, 75 տարվա հետազոտությունն ինչ է ասում, որ հարգելի ընկեր, երբ որ դու կյանքդ ապրես են ամենավերջը կա, դու ոչ թե մտածելու ես ինչքան փող եմ աշխատել, քանի հատ գործարան եմ սարքել, դու մտածելու ես ինչքան իմաստալից հարաբերություններ եմ ունեցել, ով է եղել իմ ընտանիքի, ընկերների եւ հանրի։ Այն վերջին արագացված կադրերում փողերը չեն երևալ։ Վերջում, երբ որ հաշիվ ապրանքագիր ենք դուրս կերելու մեր ապրած կյանքից, այնտեղ փողերը չեն երևում, այնտեղ երևալու են հարաբերությունները, բայց խնդիրը համակարգը մեզնից Բայց գիտեք, հենց այդ է սիստեմ, որ ասում ենք, սիստեմը նույնպես չէ մարդկանցից է բաղկացած եւ մարդկանցով է աշխատացում եւ մարդիկ են սիստեմի հետ կապված որոշումները կայացնում ու ես կուզեի որ մի քիչ մենք նույնիսկ ավելի կոնկրետացնենք հենց մեր իրականության վրա կամ հենց մեր թեկուզ կրթական համակարգի վրա, այսինքն օրինակ հենց այդ շատ կարեւոր բանը որ ասացիր որ հիմնական նույնիսկ եթե ուզում ենք քո ֆունկցիոնալությունը լավացնել, դա ոնց որ շատ քո ոնց որ շուկայական արժեքի կամ քո ոնց որ արտադրողականության մասին է, չէ՞։ Այսինքն լավ լինի, որ ինձ ավելի երկար ու ավելի արդյունավետ ծառայի այդ կադրը։ Բայց գոնե այդ գիտակցումը կա, օրինակ մեր մոտ։ Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ այդքանը չի մտածվում տարբեր կրթական համակարգերում, աշխատանքային տարբեր համատեքստերում, ոնց որ մարդուն ինչքան հնարավոր է օգտագործենք, միջև էլ արդեն փոխարինվի, որտեվ չէ որ հիմա նաև այդ մյուս հարցը կա, որ մարդը շատ փոխարինելի է դառնում, նրա շատ ֆունկցիաներ այլևս մարդահեն կարող են չլինել, չէ՞։ Ուզում եմ ասել, մենք ինչ վիճակում ենք, հենց մենք, մեր հասարակությունը, ձեր դիտարկումները կամ մեր աշխատանքային միջավայրերը մարդուն կարևորում են, չեն կարևորում, կարող են մենք իրականում լավ վիճակում չենք, որովհետև առաջի պլանում դա տեխնիկական sense չափելիության մակարդակն է գալիս, տեխնիկական արդյունավետության, կրթական համակարգ, դե ուզում ենք այնպիսի գործ, որ բիզնես կստեղծի, աշխատատեղեր կստեղծի, բայց կյանքի ներքին որակի տեսանկյունից, հա, բավարարվածության տեսանկյունից, դե փիլիսոփայություն պետք է, դե չգիտես ինչներիս է պետք։ Հա, դե լավ, լինի թող, որովհետև պատմականորեն եկել է, մեր բարոյագիտության մասնագիտություն պետք է
2 տարի անվճար տեղերը հանել էին, հիմա փառքաստու կարծես նորից հետ է վերադարձում, չգիտեմ, շատ հետաքրքիր տեղաշարժեր, բայց ոչ խնդրեմը, որտեղ երբ որ խոսում ենք խնդրեմի մասին, այն տեխնիկական, տեխնոլոգիական չափելիությունը, կոպիտ ասած գումարի չափ հաշվելը շատ հեշտ է։ Հա, իսկ ինչ վերաբերվում է ներքին բարեկեցության, դե ես ոնց չափեմ, ես ինչ անեմ, չնայած նորից ասեմ, եթե խելացի կառավարիչներ լինեն, իրոք կարող են ինչ-որ քայլ անել։ Ես կոնկրետ օրինակ, կոնկրետ առաջարկություն եմ հիմա անում նաև լայն լուսարանով։ Մի քիչ ավելի հստակ քայլերով, ասենք, վերցնում ենք մեր իրականություն, մեր ասելով կոնկրետ Հայաստանն ենք վերցնում, ամեն տարի հրապարակումը World Happiness Index կոչվածը։ Հայաստանը մոտ 90-89-րդ տեղում է այս պահին գտնվում, ու ինչն էր հետաքրքիր, ես նայում եմ ստաբիլ վատ ենք։ Նայում եմ, դա ավելի վատ էլ կա, ասենք Աֆղանստան կա, եւ այլ, հա։ Ինչն էր հետաքրքիր, լավ, մեր կառավարությունը հռչակել է, որ երջանկությունը կարևոր արժեք է, ամենայնպես մեր վարչապետը ժամանակին դա ամբողջից հայտարարել է, որ քաղաքացու երջանկությունը պետք է լինի։ Հիմա ինչ պետք է անել։ Նայում ենք Gallup-ի պարամետրերը, այնտեղ 6 չափորոշիչներով են իրենք բանանում առաջնորդվում ու ամենաթույլ չափորոշիչը, որը կա մեր մոտ, ամենաշատ կաղում ենք, դա առատաձեռնություն, կամավորական աշխատանք, հա, այսինքն որ դու կամովին դեպի ուրիշները գնալու, չէ՞։ Հա, եթե քայլս ուզում կատարես, չափումն է։ Փոխելու համար ժողովրդի վիճակը, խնդրեմ, առավել ակտիվ սոցիալական դու գովազդի ունես որոշակի փուլ, այն որ առավել նպատակային արդյունք կտա, որտեվ դա մեր ամենաթույլ կետն է, որտեվ ասենք կոնկրետ թվեր է նայում, Հայաստան, Ռուսաստան է համեմատում, կամավորությունը 10%, այն դեպքում ասենք Ռուսաստանում 30-40% է, բարեգործությունը էլի շատ քիչ, 15%, հա, անծանոթներին օգնում ենք, ված չի, բարեհամբույր ենք, բայց որ ռեալ աշխատանք է պետք, դե խնդրեմ մարդակենտրոն մանավանդ եթե հետևողական մի քանի փուլանի, ոչ թե մի անգամյա, չէ՞։ Եվ սա հաստատ գործ է, որ հենց որ վերացական փիլիսոփայական բաների խորհրդածությունների կարիք չունի, սա կոնկրետ կարելի է նպատակային սոցիալական ինժեներինգ, այսպես ասած, ներդնել եւ հաստատ կարելի է հասնել նրան, երբ որ կամավորության, առատաձեռնության, ավելի հասարակական այդ մասնակցության աստիճանն ավելի բարձրացնել, որովհետեւ այս հաղորդումը նայողին ասեմ, որ երբ որ դուք կամավոր ինչ որ ֆոնդի, ինչ որ բանի փող եք տալիս, հա, վճարումներ եք անում, օգնում եք, բարեգործություն եք անում, կամավորություն եք անում, արդյունքում իմացեք, որ դուք ձեզ շատ ավելի լավ եք զգալու։ Կան չէ հետազոտություններ Նարինեն կհավաստի, որ օգնողական, ուզում եմ դու ասես, ես չասեմ, որ օգնողական վարքը չէ։ Հա, դե շատ հենց այդ բարեկացած հետազոտություններ, ես հիմա լսում եի ու չգիտեի որ մեկը։ Բա ես ինչ ասեմ։ Առանձնացնել, բայց գիտեք կուզենայի նաև նշել, մի քիչ կարողա կտրվում եմ թեմայից, բայց ընթացքում դուք ասեցիք արդյոք աշխատողներին բարեկեցությունը հաշվի ենք առնում եւ այլն, թե ոչ, դե ինչ որ ցենց ինտուիտիվ մակարդակում, սպոնտան մակարդակում, ասենք որ լավ է միգուցե, շատ լավ է, որ եթե դուք այդպիսի օրինակներ ունեք, Արման ջան, որ հրավիրում են, երևի շատ ավելի հարուստ կազմակերպությունները կարող են իրենց թույլ տան դա շաբաթական 2 անգամ յուղաներ։ Իրականում դա շատ լավ նախադեպ է, եթե այդպես կա։ Ես 1-2 գիտեմ, բայց դա համընդհանուր չի, կարծում եմ։ Շատ հասարակությունը տարբեր է, տարբեր խնդիրներ ունենք, տարբեր խմբեր ունենք։ Ինձ թվում է միասնական մոտեցում չի կարող լինել։ Ինձ թվում է մենք ներհասարակական տարբերությունները պետք է նայենք, թիրախավորենք տարբեր խմբեր ըստ տարիքի, որտեղ տարիքային փոփոխություններ կան։ Ես եթե մի քիչ գամ էլի հոգեբանական օրինաչափությունների, տարբեր տարիքային ճգնաժամեր կան, օրինաչափ ճգնաժամեր, օրինակ կանանց ու տղամարդկանց տարբերությունները, միջին տարիք, երիտասարդության տարիք շատ տարբեր են դրանք։ Գյուղ քաղաք, հա։ Ես միտքս այն էր, որ ես կարծում եմ, որ շատ կարևոր են հետազոտությունները, շատ կարևոր են, որ եթե մենք ուզում ենք համակարգային մոտեցումներ լինեն եւ ինչ որ պրակտիկաներ ներդրվեն, շատ կարևոր են հետազոտություններ, որ մենք տեսնենք որտեղ են այդ կարիքները, որտեղ նույն կյանքի իմաստը կամ նպատակները էլի ինչ որ բնական է, ունիվերսալ օրինաչափություններ կան, բայց մշակութային տարբերություններ կան, որտեղ ամառ իրեն ավելի իմաստալի զգում, որ գործունեությունը կատարելով, բայց ստիպված անում է ինչ որ մի գործունեություն, որտեղ մրցակցային
բանում է գտնվում։ Եթե այս տեսանկյունից գանք, յուրաքանչյուրը ունի հնարավորություններ եւ խոցելիություններ, եկեք սա էլ նշենք, եւ խոցելիության հետ բախվելն էլ պետք է սովորենք, պետք է սովորեցնենք խոցելիության հետ բախվելը, ոչ թե sense նպատակային, բայց կյանքը այնպեսին է, միշտ ունի սահմանափակումներ, մենք ուզենք չուզենք բախվում ենք այդ մեր խոցելի կողմերին, ոնց ենք դրանց արձագանքում։ Հաճախ մարդը դրանից փախնում է, որովհետեւ չի ուզում թույլ երևա մյուսների շրջապատում, որովհետև ուզում է ավելի մրցակցային լինի, եթե թույլ տա իր թուլությունը, այ հոգեբանական կամ հոգեկան բարեկեցության համար շատ կարևոր է նաև որքանով աջակցող է միջավայրը։ Ոչ թե խեղճալու տեսանկյունից, այլ աջակցող հզորացնելու տեսանկյունից։ Թե չէ մենք շատ լավ խղճում ենք, որը մարդկային է, որը պահում է մարդուն նույն թույլ դիրքում։ Հա, բայց այդ եւ մարդուն սովորեցնել ոնց բախվի իր խոցելիության հետ։ Ես համենայն դեպս ինչքան որ տարբեր խմբերի հետ աշխատել եմ հոգեկրթական ծրագրով, նաեւ պրակտիկ աշխատանքի տեսանկյունից, սա եմ տեսել, որ սա է դժվար challenge-ը մարդու համար, այստեղ է որ մարդը այսպես մի իրեն անվտանգ զգա իր խոցելիությունները եւ խնդիրները ցույց տալու եւ ահա որտեւ գնահատված լինելու վախը կամ տագնապը շատ կա մարդու մոտ, այս խնդիրն է, դրա համար այդ անվտանգություն, որ մենք ասեցինք, ես ավելի շատ կնշեի սոցիալական անվտանգությունը, սոցիալական տագնապները հաղթահարելու։ Եկեք այստեղ մտնեմ, ասացիք ներսումս արձագանքեց այդ գնահատված լինելու վախի հետ կապված, մենք պետք է ընդունենք, որ մեր մշակույթում, էլի հենց հայկական մշակույթում մենք ավանդաբար մեծանում ենք այն միջավայրում, երբ որ ինչ կմտածենք քո մասին, անուն դնելու ծնողները, հարևանները, բարեկամները, խնամիները եւ երեխան ըստ էության ձևավորման միջավայրում, երբ որ այդ արտաքին գնահատականի ոնց ասած սպառնալիքը ամենաուժեղն է, ամենավորոշիչն է եւ այն աստիճան, որ դա նույնիսկ դեպքեր են եղել, երբ որ իմ ուսանողը դասերի ժամանակ նորմալ, պաշտպանության ժամանակ կանգնում է ամբիոնի մոտ, ուշագնաց է լինում, հետո հարցնում եմ ինչ եղավ, դե մտածեցի իմ մասին ինչ կմտածեն դասախոսները, ուղղակի սանջատվեց։ Հա, դա մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի դեպքում դա հատուկ մասնավոր խնդրեմ է, որ այդ պետք է աշխատել, որ մարդը հասկանա, որ իր արժեքավորությունը, իր արժևորությունը կյանքի տեսանկյունից ոչ թե այն է կախված չի իր վիրավիճակային դրսևորումից կամ հիմա մենք կարող ենք մի քիչ ավելի հաջող հաղորդում ունենալ, կարող ենք մի քիչ ավելի անհաջող հաղորդում, բայց արդյոք դա պետք է որոշի մեր արժեքը դրանից չի փոխվում, չէ՞։ Այդ ասած մեր արժեքը հաստատ դրանից չի փոխվում, որտեղ եթե թույլ տաք մի օրինակ հենց այդ մարդկային լինելու արժեքը, բայց ես ուզում եմ մի բան ասեմ, որ դրան միտքը պահեք, խնդրում եմ, որ դրան ավելացնեք։ Հիմա ես ուզում եի հենց այդ քան որ նայեն երբ որ խոսում են ինձ մոտ մի ուրիշ բաներ արձագանքում, որ մենք ոնց պտտվում ենք, փաստացի ոնց որ այս երջանկության թերի այս մոդելները, որոնք մարդուն առաջարկում են, հենց գալիս են այդ ֆրագմենտար ընկալումից, որ ոնց որ էգոն շոյում ենք, հո, ասում են էգոն շոյում են, sense ասած ու մարմինը շահագործում, այսինքն դու լավն ես, դու դեմք ես, բայց մարմինը այդ ընթացքում ու այդ մեկ այդ մոմենտն է, մեկ էլ բանն է, այդ քեզ որպես առանձին էակ ոնց որ ուղերձ տալ էլի, որ դու գնա, որ sense կա, չէ, երկ կա, նույնիսկ I can buy myself flowers եւ այլն, այսինքն այդ նաեւ ըմբոստությունը նրան, որ ես էլ չեմ ուզում պատկանել, ես չեմ ուզում կապվել, ես մենակ եմ, ես առանձին ինքնաբավ եմ, այսինքն մի տեսակ այդ մարդու արժեքի հենց որպես անհատ արժեքի մի տեսակ ոնց ասեմ, չասեմ խեղաթյուրում, բայց ինչ որ թյուրըմբռնում կա, որտեղ մարդու ոնց որ մարդուն թվում է, որ ինքը մենակով պիտի երջանիկ լինի, բայց փաստացի մինչ այս պահ եղած խոսակցությունից բխում է, որ մարդը չի կարող մենակ երջանիկ լինել, չէ՞ որ հենց խոսքը նա մասին էր, որ պետքա պատկանես ինչ որ հենվես, աջակցվես, անվտանգ քեզ զգաս, չուշաթափվես, չէ՞, այ ոնց անենք, չուշաթափվես քննության ժամանակ, չէ՞ որ մենք նաև որպես մշակույթ ռեսուրսներ էլ ունենք, ոնց անենք, որ մեր այդ մշակութային սահմանափակումների փոխարեն մեր ռեսուրսները աշխատեն ու մարդ իրեն ավելի հենված զգա։ Այդ գնահատողման հետ կապված մի հատ օրինակ բերեմ, հենց երեք ես պատրաստում էի մի պրեզենտացիա, որ Չեխիա պիտի մեկնեմ մայիսի վերջին, պրեզենտացիա պետք է ունենամ, պոստեր։
Եվ ինձ դուր եկավ ուղղակի այդ մոտեցումը, իրանք երկու տարբերակ էին առաջարկել։ Template էին սարքել, որ ինչ որ մի AI գործիքով ես սարքեմ այդ պրեզենտացիան, ամեն ինչ գրել են, բայց ասին, եթե չեք կարող, դուք կարող եք տեքստ ուղարկել եւ առանձին այդ ինստրուկցիան է դες կուղարկենք, ինչպես անել, մենք կդնենք դա։ Երբ որ բացեցի այդ ինստրուկցիան կարդալու, վերևը գրված էր. կոմունիկացիա, փոքրիկ բան է։ Գրված էր, որ եթե դուք չեք կարողացել այս գործիքով անել, ոչինչ, դուք այլ արժանինքներ էլ ունեք։ Մանտրաժ, չէ, որտեվ անընդհատ կա այդ ֆրուստրացիան, որ վայ մոտս չի ստացվում։ Դուք կարող եք այս տարբերակը անել, այսինքն է դիֆերենցացված մոտեցումը, ճիշտ է, ես շատ վատ չի զգացել, որտեվ այդ հնարավորությունը կար արդեն, բայց այս կազմակերպությունը իհարկե հոգեկան առողջության եւ կարող եմ ասել հոգեսոցիալական ապակինման ուղված կազմակերպություն է, այսինքն իրենց գայունությունները ունի այդ տիպի հարցերը, այո, ուներ։ Բայց տես ինձ մոտ օրինակ համոզմունք է նորից իմ մոտ վերահաստատվում, որ փոքր բաները շատ մեծ էֆեկտ կարող են ունենալ, այսինքն շատ դու կարող ես ասենք, չգիտեմ, ավտոբուսի պատուհանին մի հատ բան կպցնել, ուղակի սիրուն բանաստեղծություն, չէ, սրտիկ, Ինչ չէ։ սրտիկ, օքեյ, սրտիկ կամ մեծ սիրտ, բայց ու դա կարող է ոգեշնչել, այսինքն ինչ որ մեկը ուղակի պատահական է, ես ուղակի տեսել եմ նաև դա դրսում չեմ ուզում օրինակը դրա մանրամասնեմ, բայց փոքրիկ ժեստերով կամ այդպիսի ուղերձիկներով, հա, դու կարող ես մարդուն ասել դու արժեք ես դու կաս։ Մենք երբեմն նույնիսկ դա ենք մոռանում, մեզ թվում է, որ մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ պետք է փոխել, որ ինչ որ մի փոքր բան փոխվի, բայց երբեմն հակառակը փոքր բաներն են մեծ բաներ փոխում։ Շատ լավ է, որ դե հարցի լուծում պետք է հասկանանք, որ իրոք չկա այնպիսի լուծում, որ արեցինք ու վաղ առավոտյան արտանում ենք բոլորս այլ կերպ ենք, բայց կան նաև իրավիճակներ, որտեղ ես կարող եմ ինչ-որ բան փոխել։ Ասենք նույն հետազոտությունները փաստում են։ Սիրված ընտանիքներում մեծացած երեխաները, երբ որ իրենք արդեն ընտանիք են ձևավորում, հասուն հարաբերությունների, էմոցիոնալ հագեցվածության եւ այլն տեսանկյունից իրենք շատ ավելի կարողունակ մարդիկ են ձևավորում, շատ ավելի ինքնավստահ են, շատ ավելի հետևողական են, հա, շատ ավելի ներքուստ խաղաղ են, հա, ես ունեմ ընտանիք, ես կարող եմ ընտանիքում աշխատել, ես շփվում եմ իմ ուսանողների հետ, հա, թեզը որ անդադ կրկնում եմ, ասում եմ, ես փիլիսոփա եմ, ես չգիտեմ դուք վաղը ինչ գործով եք զբաղվելու, բայց իմ պահով ինձ կարևոր է, որ անկախ նրանից ինչով եք զբաղվելու, ձեր ներքին վիճակները ինչպիսին են լինելու։ Որտեւ եթե դու զբաղվելու ես շատ լավ բանով, բայց դու լինելու ես ահա որ դեպրեսիվ, ուրեմն միգուցե ճիշտ գործով չես զբաղվում։ Շատ լավ գաղափար տվեցիք, հիմա ներսումս ինչ որ խորամանկության այդ բանը միացել է, իսկ իմ ուսանողների գլխին ոնց կարող եմ ես այդ ներկայացնել, որ խնդիրը ոչ թե որ թուլացեք ոչ մի բան մի արեք, բայց այնուամենայնիվ եթե նույնիսկ ինչ որ բան ձախողվեց, հա, մենք բոլորս ձախողվելու իրավունք ունենք ու չգիտես ինչի հասարակությունը կարծես մեզնից վերցնում է այդ ձախողվելու հնարավորությունը։ Ինձնից վերցնում է իմ անկատար լինելու հնարավորությունը, հա։ Դավասյան փիլիսոփայություն է։ Իլյուզիա, որ ես կարող եմ անկատար չլինել։ Իլյուզիան պարտադրանք է նաև, որ ակնկալում է, որ ես այդպեսին պետքա լինեմ, ես միշտ պետքա անթերի լինեմ, ես անպայման պետք է հասնեմ հաջողության, մեր հիմնական թեզերից մեկն է։ Մտնում եմ լսարան, հələ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում են, որ ես անպայման պետք է հասնեմ հաջողության, 100%-անոց արդյունք եմ մշտապես։ Եվ հոգեբան գործընկերներ հարցը ասում եմ, իսկ ինչ կլինի, եթե չհասնեք հաջողության։ Այդ կլինի, ինչ որ պահից շվարած նայում են, մի երկու դաս հետո մեկ է մի ուսանող գաս ասում է, գիտեք, մտածեցի այդ մասին։ Հա, իրականում ինչ կլինի, որ Ես ուղղակի զուգահեռ մտածում էի, մի բան եմ ուզում ասել, որ նախ շատ կարևոր է հոգեկան բարեկեցության մասին, որ խոսում ենք, իսկապես մարդը հասկանա իր բոլոր շերտերը։ Այո, ինքը եւ մարմին է, եւ սոցիալական էակ է, եւ անհատականություն է, եւ հոգեվոր ձգտումներ ունի կամ հոգեվոր էակ է, այսինքն այդ ամբողջականության մեջ տեսնել։ Եվ մարմինը չտեսնել որպես զուտ գործիք, բայց ինչ որ մի փուլերում կյանքի, ինչ որ մի իրավիճակում, այո, պետքա եւ երկխոսել մարմնի հետ եւ ասել մի քիչ հեսա կհանգստանաս, այսինքն այս, չգիտեմ, հոգեբանությունը իրականում ունի հնարավորություններ
բայց հոգեբանությունը դա արհեստական չի ստեղծել, դա հիմնված է մարդու փորձի, լավագույն փորձի, արդյունավետ փորձի ուսումնասիրման, քարտեզագրման վրա, դա չի նշանակում, որ մենք միանգամից երջանիկ ենք դառնում, եւ ես մի քիչ երջանկություն բառի հետ խնդիր չունեմ, բայց երջանկությունը մի քիչ շատ համապարփակ կամ շատ մի կողմ է տանում, հա, այսինքն ես հենց նոր հեքիաթ օրինեցի, իհարկե հետևում կլասիկն է, անկախ մարդու պատմությունը գիտենք, հա, որ հոգեբանն է գալիս է, խոսում է մարմնի խնամքի մասին, մենտալ վիճակների, ֆիլիսոփան գալիս է հոգևորի մասին, ասում է սպասի, ես պետք է հաջողության հասնեմ, հաջողության կհասնեմ, հետո մարմնի մասին էլ կմտածեմ, հետո դե որ հաջողության հասնեմ, այնտեղ ժամանակ կլինի, երևի հոգևորի մասին էլ մի քիչ կարելի է մտածել եւ արդյունքում ստացվում է, որ ամբողջ կյանքը մենք պատտվում ենք, ֆռում ենք սպասման ինչ որ բանի հետևից, որ այդ հաջողությունն այդ ոնց է, ինչ է, ոչ մեկ չգիտի, ու այն հաջողությունը, որն է իրական հաջողությունը կլներ, երբ որ ես մամից հետ ներդաշնակ եմ, որ ներքուստ խաղաղ եմ, երբ որ ներքուստ ուրախ եմ, երբ որ անում եմ այն գործը, ինչ սիրում եմ, որտեվ էլի ինչ որ վիճակագրական թվերով ենք խաղում, ահա որ թվեր են, աշխատաշուկան է վերցրած, դրսի պատմությունն է, մոտ 80-85% աշխատողների չի սիրում այն գործը, որով զբաղվում են, պատկերացնում եք, քանի տոկոսը 80-ից 85 տարբեր մի քիչ շեղումներով, ասենք շաբաթը 40 ժամ ես զբաղված եմ ինչ որ մի բանով, ինչը ես չեմ սիրում։ Ես կասեի օրինակ օրը 8 ժամ, որպեսզի ավելի պարզներ, որ դա մեր կյանքի մեծ մասն է, չէ՞, եթե քունը հանենք, այսինքն դա ոչ թե քո, օքեյ, ոնց որ աշխատելուց հետո կապրեմ, դու աշխատանքի ընթացքում պիտի չէ ապրես, որտեվ դա քո կյանքի մասն է, այդ Եվ հետո մարդուն ասում ես սիրիեն ինչ անում, ասում ես չէ, սպասի հաջողության հասնեմ, հետո կմտածեմ, կարող վերջում այնտեղ 1-2 տարի եթե մնա, ծաղիկներ եմ սիրում աճեցնել, կարող այդ ծաղիկները աճեցնեմ։ տեսեք ոնց որ այ որ խոսում էի նոր ձախողման մասին, ինձ մոտ միտք առաջացավ, որ իսկ ինչ եթե ոչ նույնիսկ ձախողում բառը վիճարկենք, այսինքն ոչ թե ձախողում է, երբ որ դու ինչ որ բան չես հասցնում, այլ հենց քո համակարգի, քո հոգեկան համակարգի, քո մարմնային համակարգի ազդանշանն է, որ վերջ, հա, հերիքա, սահմանի գիտակցման գուցե ազդանշան է նույնիսկ դա, բայց եկեք որպեսզի չստացվի նաև, հա, խոսակցության մասին, որ եկեք բոլորս թուլանանք եւ չգիտեմ որտեղից եւ ինչից ոնց որ ինչ որ բավարարվենք մեր ուղակի ոչինչ չանելով կամ գրեթե ոչինչ չանելով, որտեղ մարդու, մենք ուրվագծում ենք մարդու հիմնարար պահանջմունքները եւ ձգտումները եւ կարծում եմ, որ կարմիր գծով նաեւ հատում է մարդու այդ զարգանալու, չէ, եւ անընդհատ դեպի պրոգրես գնալու, ինչ որ նոր բան ստեղծելու, հետո երբեմն նաեւ ինքն իր ստեղծածից ընկրկելու եւ ինչ որ հուշ լինելու ձգտումները կան, այսինքն մենք միևնույն է մարդը գնալու է պրոգրեսի ուղղությամբ, միևնույն է մենք նոր բան ենք ստեղծելու եւ հետո փորձելու ենք դա ինտեգրել մեր կյանք, այսինքն ավելի շատ հասցնելու առաջադրանք ենք ունենալու։ Հիմա ոնց անենք, որ այն ինչին մենք հասել ենք այսօր, այ առաջընթացի տեխնոլոգիայի այսօրվա մակարդակը ծառայի մեզ, ոչ թե ոնց որ բերի այս չհասցնելու ոնց որ ավելացմանը կամ ես չունեմ ինքս պատասխաններ, բայց մտածում եմ, որ մտածելու բան ունենք, էլի, ինչպես անել, որ ժամանակ եւ էներգիա ազատենք մեր նայած մենք որ մակարդակի մասին ենք խոսում, սա իսկապես տարբեր մակարդակներ ունի, մարդը ունի այդ կարողությունները իրականում, բայց քանի որ մարդը միշտ ինչ որ կապերի մեջ է, ինչ որ մի գործունեության մեջ է, ինչ որ մի կազմակերպության մեջ է, հասարակության մեջ է, դա խառնում է իրան։ Իրականում մարդը, որ առանձին մնար, հետևելով իր օրինաչափություններին, մարմնի, հոգեկանի, ինտուիտիվ, բնազդաբար այս հարցերը չէին առաջ գա։ Դրա համար ես այնուամենայնիվ շատ կկարևորեի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Իհարկե մենք դրան դեռ չենք հասել, բայց կան երկրներ, որոնք իրենց քաղաքականությունների մեջ ունեն հոգեկան բարեկեցությունը որպես շատ կարևոր մաս։ բաղադրիչ, օրինակ Եվրոպական միությունը ունի մշակված որոշակի հանձնարարականներ, ուղեցույցներ, հոգեկան առողջություն աշխատավայրում, ինչ կետեր են կարևոր, սկսած կոմունիկատիվ պրակտիկաներից, աջակցող միջավայրից,
հարցերից վերջացրած կառավարման առանձնահատկություններից եւ նաեւ կան հատուկ հոգեկրթական դասընթացներ, վերապատրաստումներ հենց ղեկավարների համար, մենեջերների համար հոգեկան առողջության հետ կապված։ Ես իհարկե նայում եմ դեպի ապագա եւ մի քիչ ֆուտուրիստական կարող է թվալ, բայց ես կարծում եմ, որ դրա ժամանակը գալու է եւ այս հարցերը ինստիտուցիոնալ մակարդակում եւս կարեւորվելու են, բայց ոչ թե որպես ուղղակի փաստաթուղթ, այլ իսկապես գիտակցում, հասկացում այս ամենի, որտեվ փաստաթղթերը շատ են, չէ՞, արդեն իսկ ինչքան պետքա դրանից է լավ է, որովհետեւ դա իսկապես, ինչպես Արման ասեց, դա ապագայի սպառնալիք է հոգեկան առողջության հարցերը, այսինքն մենք դրան գալու ենք եւ ներողություն մի բան էլ է ուզում ասել, այսպիսի կազմակերպություն կա, մենք ԱՀԿ-ի մասին խոսեցինք, բայց գիտեք, տնտեսական զարգացման, համագործակցության եւ զարգացման կազմակերպություն, եթե ճիշտ եմ հայերեն ասում, OECD, որը տնտեսական կազմակերպություն է, այսպես ասած, տնտեսական զարգացման միտված, բայց իրենք էլ ունեն հատուկ մշակումներ 2013 թվականից սկսված, ինչպես ուսումնասիրել մարդու սուբյեկտիվ բարեկեցությունը եւ վերջին կարծեմ 24 թե 25 թվականին նոր ուղեցույց ունեն, որտեղ մեծացրել են այդ չափումները հոգեկան բարեկեցության եւ շատ կարեւորում են նաեւ երկրների տնտեսական աճի համար։ Բայց էլի փաստորեն որպեսի մարդը ավելի չնորմալ է, ուղղակի որպեսի մարդը ավելի լավ արտադրի, չէ՞։ Փոխադարձ, ոչ միայն, ես կարծում եմ, որ եւ ես կասեի, որտեվ համակարգը նպաստում է մարդուն, մարդն էլ պետք է իհարկե ներդրումանի համակարգի մեջ։ Ավելացնեմ։ Երևի հա, վերջին դիտարկումները արդեն ունենք։ Տեխնոլոգիաների հետ հարաբերություններում իրականում իմ լավատեսությունը տենց մի քիչ ավելի զգուշավոր է դառնում, հա, որտեղ ամբողջ խնդիրը ստեյության հետեւյալն է, ես կարող եմ պահել իմ սուբյեկտայնությունը տեխնոլոգիանական այդ միջավայրում, որտեղ այո, շատ ճիշտ ասացիք, լիքը օրենքներ հիմա միտում է մինչև 16 տարեկաններին արգելափակում ենք սոցիալական ցանցերը, որտեղ դե ընդհանրում է սուբյեկտայնության մակարդակը քիչ է, բայց խնդիր իսկ մեծերի մոտ արդյոք այդ աստիճան շատ է, որովհետև հույս ունենալ, ասենց անկեղծ ասեմ, ինստիտուցիոնալ առումով, որ տենց կտրուկ բան կփոխվի, մի քիչ դժվար է ակնկալել իմ հայացքով, հա, ոնց երևում է, որովհետև հիմքում միևնույն է տեխնոլոգիաների տնտեսական եկամուտն է, իսկ դրա հիմքում արդեն համախառն ներքին արդյունք, արդյունավետություն, ֆինանսական եւ այլ եւ պատկերացնել, որ ինչ որտեղ ինչ որ մակարդակում ոմանք կսահմանափակեն իրանց նյութական հնարավոր եկամուտներ, ինչ է դիմացինի բարեկեցություն լինի, մի քիչ հակասում է պրոգրեսի, չէ՞, մի քիչ հակասում է, այո, տեխնոլոգիական պրոգրեսի ոգուն, բայց 2026 թվականի էլի World Happiness Report, այնտեղ ամեն տարի ինչ-որ հետաքրքիր ինսայթներ են գնում, ըստ տարվա միտումը սոցիալական ցանցերներ, ու շատ կարճ, մինչև եթե օրական մի ժամ ես օգտագործում, բարեկեցությունը նույնիսկ լավ է, 2.5 ժամ են վտանգավոր սահմաններ, որից այն կողմ արդեն կոնտրպրոդուկտիվ է լինելու։ Ամեն մեկը պետքա նախ նաև վերցնի իր սեփական պատասխանատվությունը, իր սեփական բարեկեցության անվերջին։ Ես էլ եթե թույլ տակ ավելացեմ, էլի վերջին ուսումնասիրություններն են OECD-ի, որը ուսումնասիրում էր մարդու բարեկեցությունը digital թվային հարթակների հետ առնչվելիս, կարևոր է քանակը, ինչքան այնտեղ նշված է օրինակ մինչև 3 ժամ օրվա մեջ, բայց 3-ից ավել նվազեցնում է բարեկեցությունը, բայց եթե համակցում ենք, նայում ենք այլ գործոններ ու այդ թվում սոցիալական գործոններն են, միայնակություն եւ անաշխատունակություն, աշխատանքի բացակայություն, եթե նայում ենք այդ համակցված գործոնների մեջ, նրանք այնուամենայնիվ ավելի կանխորոշիչ են, այսինքն իրար հետ են, այսինքն սոցիալական գործոնները, քան թե ցանցը, այո, եւ ֆիզիկական առողջության հարցերը համակցված
գումարած այդ ցանցերը նոր Այսինքն ցանցը կարող է լինել ոչ թե պատճառ, այլ հերթական դրսևորումը նրա, որ մարդ ուղղակի ունի, ասենք, ֆունդամենտալ խնդիրներ ու փախուստը գտնում է օրինակ ցանցերում։ Բայց իհարկե սա լրիվ նոր դաշտ է բացում եւ մենք իհարկե հաջորդ հաղորդման թեման արդեն ծրծամտվեցինք։ Այդ թվում նաեւ այն առումով, որ մենք կարող ենք ասում մարդու դեպքում լրիվ այլ հարցերի մասին խոսել, բայց ձևավորվող անձի դեպքում, ովքեր հենց սոցիալային ոնց որ բնակիչներ են որպես ծնվել, իհարկե շատ ավելի բարդ է։ Ամեն դիտարկումից նոր թեմաներ են բացվում, բայց երևի թե ես ու մենք շատ մեծ ոնց որ ճանապարհ արեցինք, անցանք ինստիտուցիոնալ հարցերից մինչև անհատի անելիքներ, ես կուզեի այնուամենայնիվ ամեն մեկը մի sense կարճ ակնարկ եթե ունեք, եթե կոնկրետ մարդ լիներ ձեր առջև, ասենք, չգիտեմ, 22 տարեկան ինչ որ երիտասարդ, որին մի խորհուրդ տայիք կամ մի ինչ որ բան հուշեիք, այդ այնց միկրո մի բան, հա, որ ինքը օգտագործեր իր այսպես ասած հոգեկան բարեկեցությունը լավացնելու կամ ավելի կարճ ասած իրեն ավելի լավ զգալու, ավելի լիարժեք զգալու, ավելի կենթանի զգալու համար, ավելի ուրախ զգալու համար ինչ կասեիք, հա, կամ ինչ կանեիք։ Մի նախադասությամբ անկախ նրանից դու կյանքում կհասնես հաջողության, թե կունենաս զախողումներ, դու միևնույն է թանկ ես, կարևոր ես եւ սիրված ես կյանքի կողմից։ Okay, շատ լավ։ Ես կասեի երևի շատ մոտ մի բան, կասեի դու արժանի ես, ունես, քանի որ կաս, ուղղակի որ կաս ու փորձում ես, թե ինչ կստացվի արդյունքում միայն քեզանից չի կախված, որտեվ կան գնահատողներ, բայց այն որ դու փորձում ես, արդեն դու ունես այդ արժանիքը։ Դե մենք էլ փորձեցինք, անկախ նրանից թե ինչ ստացվեց, երևի լավ ստացվեց։